Ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից։ 7-րդ TV եթերում ոդքասթի հերթական թողարկումն է, այսօր շատ հետաքրքիր հյուրեր ենք ունենալու, արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը եւ Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր պարոն Աբրահամյանը, ով արդեն մեր տաղավարում է, շատ շնորհակալություն, որ կալվել եք մեր տաղավարում։ Պարոն Աբրահամյան, միասին փորձենք հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին ու ուր ենք մենք գնում այս տեմպերով։ Ու այդ գնալու ճանապարհի հետ կապված ամեն օր մենք արթնանում ենք նոր ձերբակալություններով, նոր բռնաճնշումներով։ Պարոն Աբրահամյան, ես չգիտեմ մեր պատմության ընթացքում երբ է եղել, որ այսինքն ընտրություններից հետո էլ նույն ձևի շարունակվի այդ բռնաճնշումները, ձերբակալությունները, հետապնդումները, ինչ որ մի իշխանության հետ կարող ենք համեմատել։ Եղել է այդպիսի բան 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ որ տեղ ունեցավ բախում ցուցարարների եւ ոստիկանության միջև եւ նաեւ զոհեր եղան, այդ ժամանակ ձերբակալում էին շատ մարդկանց, ովքեր մասնակցել էին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, նրա շտաբերի պետերին եւ այլն, ովքեր մասնակցում էին ընտրություններին։ Դա եղել էր ընտրություններից հետո։ Բայց ֆորմալ առումով գոնե ինչ որ բախում եղավ, որի մեղավորը իմ կարծիքով Քոչարյանն է, բայց բոլոր դեպքերում բախում եղավ եւ դրանից հետո սկսվեցին այսօրվա սպეციფიკան հետեւյալն է, որ ձերբակալությունները, ռեպրեսիաները, տերորը ես կասեի, սկսվեց արդեն ընտրություններից առաջ։ Այո։ Եվ դա նույնպես նրա համար էր, որպեսզի ապահովի ճակերտավոր հաղթանակը ԿՊ-ի։ Այսինքն ես կարծում եմ եւ Արմեն Աշոտյանի եւ Անդրանիկ Թևանյանի եւ դրանից առաջ հոգեվորականների եւ Վազգեն Սաղաթելյանի եւ այսինքն բոլորի Սամվել Կարապետյանից սկսած այդ բոլոր բռնաճնշումները ի վերջո քաղաքական նպատակ ունեին եւ նպատակ ունեին անարգել, հնարավորինս անարգել, ապահովել Փաշինյանի վերարտադրությունը։ Այսինքն նախորոք էին ձերբակալում, հետո ձերբակալում էին նաև ընտրությունների, այսինքն քվեարկության օրը ներխուժում էին շտաբերը, հա, մի քանի տասնյակ շտաբ ներխուժեցին Փաշինյանի, չգիտեմ, ԱԱԾ-ականներ են, ովքեր են, մի քանի 100 հոգի եւ մի քանի 100 հոգի ձերբակալեցին, այսինքն շտաբերի եւ տարածաշրջանների պատասխանատուները, ընդդիմության, որպիսի նրանք չկարողանան շատ արագ վերակազմակերպվել եւ չկարողանան դիմադրել իշխանությունների այս վերարտադրությանը։ Այսինքն շատ ավելի լայնամասշտաբ ռեպրեսիաների հետ գործ ունենք, եթե համեմատենք 2008 թվականի հետ։ Դե նպատակը պարալիզացնելն էր աշխատանքը, իդեպ ես կասկածներ ունեմ, որ մեր բնակարանել էին իրենք հենց ընտրությունների օրը ուզում գալ խուզարկության, այնտեղ որոշակի դետալներ կան, ուղղակի եթերը չծանրաբեռնելու համար չպատմեմ այդ մասին, համենայն դեպս 6:30 ես արդեն մեր շենքի բակում եի եւ այդ ժամանակ մի տարօրինակ ավտոմեքենա այսպես մտավ, պտտվեց, շատ զարմացած ինձ նայեց, որ ես 6:30 արդեն դրսում էի ու թողեց հեռացավ, դրա համար կասկածներ ունեմ, որ այդ ժամին էին ուզում մեր բնակարան գալ, հետո մի քիչ հետաձգեցին, այսօր էլ արդեն Ռուբեն Հակոբյանին են ձերբակալել եւ վարչական հսկողության ռեժիմ են կարծես արդեն սահմանել։ Նախկին պատգամավոր։ Ոչ միայն, Գյումրիից 3 ձերբակալություններ էին մասսայական։ Այո, ռեպրեսիաները շարունակվում են, Նիկոլ Փաշինյանը չի հանգստանալու եւ գիտեք ինչն է այստեղ ինձ համար կարևոր, որ բոլորը խոսեն այս մասին եւ չլռեն, որովհետեւ օրինակ դուք առաջիններից էիք, որ երբ կալանավորեցին Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի, խոսեցիք այդ մասին, բարձրաձայնեցիք։ Բայց նույն քաղաքական տարաձայնություններին, որը շատ մեծ դեր է խաղում, պարոն Աբրահամյան, օրինակ մեկին ձերբակալում են, ասենք ին վրա օրինակ բերեմ, որ ես չեմ սիրում այդ մարդուն, ձայն չեմ հանում։ Հետո ասենք այս կողմից մենակ մերոնց ենք պաշտպանում։ Հա, մերոնք ենք բանտարկյալ, այն նրանք չգիտեմ ինչ են։ Ու հետո հերթով բոլորի հետևից գնում է։ Պետք է սարատավոր պրակտիկային էլ վերջ տրվի ու կարծում եմ, որ պիտի խոսեն, բոլորը բարձրաձայնեն եւ բայց ինչպես կարող ենք մենք այս ամենի դեմն առնել։ Ես պարզապես ավելացնեմ, որ այդ միտքը շարունակելով, հա, որ Ջերբաժանը տարանջատումը տեղի է ունենում ոչ այնքան իշխանություն ընդդիմություն, այլ եւ ոչ այնքան այս կուսակցությունը կամ այն կուսակցությունը։ Ջերբաժանը պարկեշտ եւ ոչ պարկեշտ մարդկանց։ Այսինքն ես չեմ կարող միաժամանակ սիրել Արմեն Աշոտյանին եւ Անդրանիկ Թևանյանին։ Նրանք շատ տարբեր բան, բայց նրանք միաժամանակ
միաժամանակ քաղաքական պատճառներով հետապնդվող մարդիկ են։ Ինչ վերաբերում ուզում եմ անպայման ասեի ձեր հարազատ քաղաքին, ապա նաև ռեպրեսիաները շարունակվում են հետևյալ նպատակով։ Փաշինյանը մտադիր է այնտեղ իշխանություն փոխել, մտադիր է անցկացնել նոր ընտրությունները, որը անօրինական է բնականաբար, եւ այնտեղ էլի տերորի, էլի վախեցնելու միջոցով Գյումրիում նշանակել ԿՊ-ական իշխանություն։ Դա արդեն հայտարարել են, որ անցնում են այդ գործընթացին։ Պարոն Աբրամյան, Գյումրիի բարական, եթե հասկանալի է, որ նոր ընտրությունների են նախապատրաստվում իշխանության ուզուրպացիայի կոպիտ ասած, բայց այս հետընտրական է զարգացումները, որ կան, ինքը տեմպը աճեցնում է, հա։ Տրամաբանությունը մի քիչ շատերի համար անհասկանալի, ինչու ընտրություններից հետո, երբ ինքը վերցրեց իշխանությունը, այդպես ասենք, պիտի հանգստանա, բռնազավթեց, հա, պետք է դե ԲՀԿ-ին դուրս թողնելը, եթե ոչ մի բան արած չլներ, արդեն իսկ դելեգիտիմացնում է ընտրությունները կամ խորհրդարանը։ Հիմա կարծես պետք է հանգստանար, հանդուրժողականության կոչեր, չգիտեմ ինչ եւ այլն, բայց ուղիղ հակառակն է տեղի ունենում։ Որովհետեւ նա պետական գործիչ չի, նա որոշակի ուղղվածության լրագրող է, այսպես ասենք, մեղմ ասենք, Տեղին։ որոշակի ուղղված, որը չի կարող ապրել առանց սկանդալի, առանց հակառակության, առանց պառակտման, առանց դրա չի կարողանում Փաշինյանը ապրել։ Նրա modus vivendi, նրա կյանքի քաղաքական կյանքի իմաստը հենց այն է, եւ որպես ընդդիմադիր նա շարունակում է լինել ընդդիմադիր այն պարագայում, երբ որ արդեն վարչապետ է, նա ինչ է անում պետական այրը։ Ճիշտ եք ասում, վերջանում են ընտրությունները, ասում է ժողովուրդ, վերջացան ընտրությունները։ Ես ձեր նաև բոլոր ընդդիմադիր կուսակցություններին ձայն տված, ես ձեր բոլորի վարչապետն եմ։ Նա չի ասում այդպես։ Նա ասում է իմ դեմ քվեարկած բոլոր մարդիկ ընտրակաշարք են վերցրել։ Այսինքն իմ դեմ քվեարկած բոլոր մարդիկ, այսինքն կես միլիոն հանցագործ են, հա։ Այսինքն այսպիսով նա չի ներդաշնակում, այսպես ասած, հասարակությունը, որպեսզի լուծի պետության առաջ բարդագույն կանգնած խնդիրները։ Նա ցանկանում է շարունակել այդ հակառակությունը, շարունակել այդ թշնամանքը, նաև կա ինձ թվում է սադրելու Կարապետյանին եւ Քոչարյանին, որոնք մտել են, սադրելու, որ նրանք մանդատ չվերցնեն, որ նրանք մտնեն ինչ որ մի sense փողոցային պայքարի մեջ, միայն փողոցային, ես չեմ մերժում դա, միայն փողոցային պայքարի մեջ եւ հետո էլ ավելի խիստ ինչ որ միջոցներով ընդհանրապես արգելել նրանց կուսակցությունը եւ նրան Փաշինյանին զայրացնում է, որ բավականին հանդարտ են այն կուսակցությունները, որոնք անցել են խորհրդ։ Այսինքն չեն սադրվում առայժմ համենայն դեպս։ Բայց դա ինչ է տալու իրեն, պարոն Աբրամյան, դա նշանակում է, որ մենք մտնում ենք կոշտ ավտորիտարիզմի փուլ, երբ որ պետությունը ինքն է, չեմ ասում ամբողջատիրություն, կոշտ ավտորիտարիզմ, ինչով ուզում է զբաղվել, բայց քաղաքականությամբ մի զբաղվի, իշխանություն մի ուզի եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը ցանկանում է մաքրել քաղաքական դաշտը ամբողջությամբ, որ մնա միակ դիկտատորը այդտեղ։ Ու ասում է դրա համար ես կանցնեմ բոլոր օրինական, ոչ օրինական բոլոր սահմանները, երբ որ ասում է ԱԾ-ն կարող է բլոգերությամբ զբաղվի, դա արդեն ասենք չգիտեմ։ Ինչ ուզի սլիվ կանի։ Հա, դա բլոգեր է այդ մարդիկ։ Այսինքն պետական ապարատը, որը շատ ցավալի է, ԱԱՑ-ն շատ կարևոր կառույց է իմ կարծիքով, չէ, որը պետք է զբաղվի ազգային անվտանգությամբ։ Հիմա այդպես էր ամենայն դեպս։ Ազգային անվտանգությամբ եւ ոչ թե բլոգերությամբ, ոչ թե սլիվերով, ոչ թե ընդդիմության դեմ պայքարով։ Նա պետք է զբաղվի ազգային անվտանգությամբ, իմ կարծիքով։ Հիմա այդ բոլոր կառույցները եւ դատախազությունը եւ քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր կառույցները եւ ԿՀ-ն իհարկե եւ համառական դատարանը նա վարկաբեկում է նրանով, որ նրանք այլևս պետական կառույցներ չեն, նրանք ԿՊ-ական կառույցներ են, որոնք ղեկավարվում են Փաշինյանի կողմից եւ կատարում են նրա քաղաքական կմահաճույքները։ Դա հեղափոխական վիճակ ստեղծելու նման բան, երբ որ չի հավատում մարդ ոչ ԿՀ-ին, սահմանադրական ԱԱԾ-ին, դատախազությանը, դատարաններին, դա ստեղծում է հենց այդ հեղափոխական վիճակը, որի մասին ինքն է խոսում։ Ասում ես կանեմ ինչ ուզում եմ, ես կարող եմ ապօրինաբար հետապնդել ում ուզում եմ, եթե դուք համաձայն չեք, արեք հեղափոխություն։ Հասկանում եք։ Այսինքն, այդպես Լուկաշենկոն էլ կարող ասի կամ չգիտեմ Պուտինը։ Բայց այնտեղ չեն էլ ասում նման բաներ, պարոն Աբրամյան։ Այսինքն ոնց է Ռուսաստանում կա ընդդիմություն չկա, կամ Բելարուսում կա ընդդիմություն չկա։ Հիմա Հայաստանում էլ չի լինի, եթե այդպես շարունակվի։
Եվ դա ռեսուրս մենք ունենք այդ ամեն ինչը սպասարկելու հենց հետա որ բռնապետությունը հա շատ թանկ այո հաճույք է հա նավթ է գազ է իհարկե այսինքն որտեղ է բռնապետ որտեղ նավթ ինչ որ օրինակ մեր հարևան Ադրբեջանը դեռ չգնանք հա Ադրբեջան կամ ասիական ինչ որ երկրներ ինչ որ նավթային արաբական երկրներ Ռուսաստան Բելարուս մարդիկ որոնք կարող են իրենց թույլ տալ հիմա հույսը դնել Եվրամիության այդ միլիոնների վրա որ նրանք կօգնեն ես խիստ կասկածում եմ կգա պահ երբ որ Եվրամիության լիդերները այլևս չեն համաձայնի սպասարկել այս բռնապետությունը ինչու եթե իրենց հարմար է այս ամեն ինչը իրեն կարող են Ալիևին ասել մեր կարևոր գործընկեր ըստ էության այդպես չքննադատել հիմա ինչն է խանգարում ասենք մի քանի միլիոնով պահել մի իշխանություն որը սպասարկում է իրեն շահերը մի քանի միլիոնով քիչ է չի հերիք չի անի հերիք չի անի եւ հետո այստեղ կա մի բան ասում են եթե դա հետաքրիր է չգիտեմ ասում են որ Ռուսաստանը կճանաչի չի ճանաչի չգիտեմ Պուտինը կշնորհավորի ինձ թվում է Պուտինը չի շնորհավորի Պուտինը չի ճանաչի պաշտոնը չի ասի ես ճանաչում եմ այս ընտրությունները բայց դա չի նշանակում որ Պուտինը չի շփվի Փաշինյանի հետ նա կկանչի Փաշինյանին եւ կասի խելոք բոլա այդ տրիպը մրիպը թարգի եւ այլն այսինքն եւ Փաշինյանը կընթարկվի եւ այնտեղ արդեն այս երկակի խաղի պատճառով իմ կարծիքով Եվրոպայի արձագանքը կլինի համապատասխան այսինքն այդ ժամանակ նոր Եվրոպան կասի այ դու ընտրությունների ժամանակ բա որ դու ընտրությունների այսինքն եթե Փաշինյանը հաղթեր հա եթե նա հաղթեր այդ ամբողջ տերորը եւ ամբողջ սպառնալիքները ամբողջ վախեցնելը պետք չէր լինի բայց նա հասկանում է որ չի հաղթել դրա համար է շարունակում պահել լարվածությունը Պարոն Աբրահամյան հիմա փաստորեն հետընտրական Հայաստանում բանավեճը մի պարզունակ հարցի շուրջ է ծավալվում մանդատները վերցնել թե չվերցնել դուք էլ խոսեցիք մանդատներից հիմա եթե հեղափոխություն չեն անում փողոց դուրս չեն գալիս ստացվում է մնում է մանդատներ վերցնելը որն է ճիշտ ես ճիշտն ասած շատ զգուշորեն կխոսեի որովհետեւ այնուամենայնիվ ես քաղաքական գործիչ չեմ ես երբեք ոչ մի ցուցակում չեմ եղել չեմ լինելու իդեպ 90 թվականից ես լուսաբանում 1990 թվականից ես լուսաբանում եմ ընտրությունները քանի ընտրություն ա եղել եւ դեռևս ոչ ոք ինձ չի առաջարկել որևէ ցուցակ այդ Միչել տեսեք նայեք ես ասեմ վերցրեք մանդատը կամ մի վերցրեք ինձ թվում է եթե դու ուզում ես շարունակել պայքարը դու չպիտի տրվես սա դրանքի այսինքն եթե Կարապետյանը եւ Քոչարյանը հայտարարում են որ մենք հիմա չգիտեմ կհրավիրենք դեսպաններին կպատմենք նրան դեսպանները շատ լավ գիտեն ճշմարտությունը ես Կարապետյանին ուղիղ դա ասեցի նրանք շատ լավ գիտեն ճշմարտությունը ինչ ա եղել ինչպես է վերարտադրվել ճակերտներում Փաշինյանը մենք կկանչենք դեսպաններին կբացատրենք կոնտակտի մեջ կմտնենք եւ այլն տրամաբանական է այնուամենայնիվ որպես ով են նրանք կանչում որպես ֆրակցիաներից մեկը այսինքն ֆորմալ ստատուսի խնդիրն է իհարկե որպես ֆրակցիաներից մեկը կամ ֆրակցիաներից երկրորդը նրանք կանչում են զրուցում են չգիտեմ բացատրում են գնում են այնտեղ Բրյուսել կամ այլ տեղ ինչ որ բաներ են բացատրում եւ այլն ես կարծում եմ այնուամենայնիվ հակված եմ որ եւ նրանք էլ են կարծում եմ հակված վերցնել մանդատները իդեպ այդ հարցազրույցից հետո Սամվել Կարապետյանի հետ որին դուք ներկա եք նաեւ մի շարք խմբագիրներ էին ներկա տոտալ հարցակում է սկսել ձեր դեմ եւ մյուս խմբագիրների դեմ ասում են այ անկախ մամուլ այդպեսին է լինում որ նստած սպասում են երբ պիտի հարցազրույցը մոնտաժեին եւ ուղարկեին այս հարցակումներին ինչ կպատասխանեք այդ մարդիկ բացարձակապես չեն պատկերացնում մեդիան ոնց է աշխատում դե իրանք հայկական ժամանակն են պատկերացնում այսինքն ես ուրեմն 2 հատ հարցազրույց տեսագրեցի առավոտում, հա։ Բնականաբար դրանք պետք է մոնտաժվեն եւ ինչ որ մի օր, ինչ որ մի ժամ դրվեն։ Այնպես չի որ բոլոր հարցազրույցները միանգամից դրվում են բանի։ Հիմա ես էլ ենք ձայնագրում, տեսա Հիմա դուք սպասելու եք, հա, սպասելու եք միջև։ Դե միջև դաբրոն չտակ, բար Աբրահամյան չեք հեռացան։ Չէ, ուղղակի սա նաև այսպես կանխագուշակում է մամուլի դեմ հարձակումը, որովհետև բոլոր այս կարմիր գծերը հատելուց հետո արդեն իրենք պետք է նաև մամուլի վերջը տան։ Ես կարծում եմ, որ իրենք դեպի դա են տանում։ Մեր հարևանները Արմատ լրատվամիջոցը նրանց վրա արդեն իսկ հարձակվեցին, որտեղ նրանք անմիջական կապ ունեն Կարապետյանի հետ ըստ երևույթին, այսինքն Ալիկի հետ ոնց էր ազգանունը Ալեքսանյան, Ալիքի հետ կապ ունեն, դրա համար միանգամից հարձակվեցին, կլինի։
խոսք եմ տալիս, որ կլինի։ Դա Պատրաստ եք։ Ես պատիվ եմ համարում։ Պարոն Իմիջիալոցը- Աբրամյան, լրագրողները պատրաստվում են նստելու, թե չէ։ Իհարկե պատրաստվեն։ Անշուշտ պատրաստվեն։ Օրինակ ես հիմա պատրաստվում եմ մի շաբաթով գնալ արձակուրդ եւ պատրաստ եմ նրան որ սահմանում կասեն իսկ մենք ձեզ թույլ չենք տալիս որ գնաք Սեկտը փակել են։ Բոլորիս էլ դա սպառնում է, նաև ասեմ, որ Անդրանիկ Թևանյանի կալանավորելու օրերից 7 օրեմ լրատվական կայքի աշխատանքներն էլ խափանված, որովհետև արգրավել են տեխնիկական միջոցները։ Հիմա փաստացի 7 օրեմ կայքը չի գործում, միայն Facebook-յան եւ YouTube-յան ալիքներն են։ Պարոն Աբրամյան, բոլոր ուղղություններով ըստ էության մեզ սպասվում է ավտորիտար նկրտումներ, լինի դա բնական է, հա, մամուլ, կուսակցություններ եւ այլն եւ այլն։ Հիմա ընդդիմադիրները մեզ նայում են ու հարց են տալիս։ Տարբերակը ո՞րն է սա ամեն ինչի դեմ պայքարելու, թույլ չտալու, հաղթահարելու։ Կա դա նույն մանդատ վերցնելը դրան օգնում է թե վնասում է, փողոց դուրս գալը կամ չգալը օգնում է թե վնասում է։ Այ շատ դեպքերում մենք փակուղու առաջ ենք կանգնում գործիքակազմի պայքարի, որ չգիտես քաղբանտարկյալների համար ինչ անես, որ լավ լինի, դիմես դեսպանատուն, չդիմես, միտինգ անես, չանես։ Մի խոսքով, այսինքն մենք փակուղու առաջ ենք ըստ էության այդ առումով։ Դե ես կարծում եմ Դերենիկ պետք է բոլոր օրինական միջոցները օգտագործել։ Այսինքն պարզա չէ որ օրինակ Սահմանադրական դատարանը Փաշինյանի գրպանում է եւ կընդունի նույնիսկ ասի որ այդ դուք եք անօրինական հələ կարող է մի հատ ձեզ բան չգրանցենք իսկ ԿՊ-ին կգրանցենք այսինքն պարզը բայց չդիմելը նշանակում է կասի ուրեմն դուք ո՞ր եք ընտրություններից հա որ չեք դիմում դուք օրինական ճանապարհները չեք օգտագործել եւ այդ դիմելու ընթացքում պետքա եւ իմ կարծիքով չգիտեմ ինչպես են իրենք որոշել բայց պետքա մեկիկ ամբողջ այդ տարցակը հա հարյուրավոր ընտրախախտումների որը թույլ է տվել ԿՊ-ն պետքա անպայման հասանելի լինի հասարակությանը եւ այս բանի ժամանակ այդ դատի ժամանակ բոլորը հնչեցվի եւ մնացած բոլոր բաները մի այսպիսի մի հատ թուղթ է ստորագրում եկեղեցու դեմ բանը հետապնդումը հա ես դատապարտում եմ եկեղեցու դեմ հետապնդումը եւ նաեւ մի հատ թուղթ ենք ստորագրել դատախազությանը Պարզ չի ինչ դատախազությունն է պարզա չէ դատախազությունը որ Փաշինյանը խախտում է Հայաստանի սահմանադրությունը չէ նրանով որ ինքը գործադիր իշխանության ղեկավարը փորձում է նշանակել եպիսկոպոսներ կամ կաթողիկոս կամ ասել ով է կարգալույս ով նա խախտում է սահմանադրությունը ակնհայտ է չէ մենք դիմել ենք դատախազությունը ինչ է պատասխանել Չի խախտում կամ Փաշինյանը ասում է ես ձեզ կսպանեմ կխեղդեմ եւ այլն կսատկացնեմ հարցնում են արդյոք դա ատելության խոսք չի հա արդյոք դա հանցագործություն չի ատելության խոսքը հանցագործ նրանք ասում են չէ դա պարզապես քննադատություն է եւ այլն Իսկ պարոն Աբրամյան, այսպիսի մի վարկածել կա, ես չգիտեմ որքանով է դա իրականությանը համապատասխանում, հետաքրքիր է նաև ձեր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը նաև ընդդիմության ձեռքերով փորձում է նոր ընտրությունների գնալ, որովհետև ինչպես դուք ասացիք, ընդդիմությունը ստիպված պետք է դիմի սահմանադրական դատարան, իմանալով, որ գրպանային սահմանադրական դատարան է, բայց այս խախտումների հետ էլ համակերպվել չի կարելի, բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ լեգիտիմ ընտրություններ են տեղի ունեցել։ Բայց Նիկոլ Փաշինյանն էլ չի ստացել իր սահմանադրական մեծամասնությունը այսինքն սահմանադրությունը փոխելու այդ 2/3-ը։ Հետևաբար իրեն պարտադրում են եւ օդու ջրի պես պետք է, որպիսի ունենա 2/3-ը, այսինքն ասեք նաեւ ով է պարտադրում։ Արևմուտքը Ալիևը, այսպես հա ավելի հստակ ասենք Ալիևը պարտադրում է որպիսի Նաեւ Մուննաթ է գալիս ասում է, այդ ոնց դու չապահովես իր 2/3-ը, բա ոնց ես փոխելու Այդ Մուննաթը եկել է, ես չեմ ֆիքսել այո Հետևաբար ասում են, որ Ալիևը Նիկոլ Փաշինյանին պարտադրում է գնալ նոր ընտրությունների, այսինքն Այնպես կարող է ստացվել, որ օրինակ սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ իրոք ոչ լեգիտիմ են եղել եւ նոր ընտրությունների գնա, բայց ոչ թե նրա համար, որ օրինականությունը վերականգնվի։ Որ ավելի անօրինական Փաշինյանը, այո, ապահովի իր այդ 2/3-ը։ Դե ընդդիմությունը նստած կլինեն լրատվող միջոցները փակված։ Այդ ընթացքում ինքը օրենքներ է փոխում, այդ բանը ցենզն է, հա, սահմանում, որ վերջին 1 տարվա ընթացքում 1 տարվա ընթացքում 6 ամիս այստեղ պետք է բնակված լինեն։ Դա ես չեմ հասկանում։ Ահա, դե
Համենայն դեպս այսպիսի օրենք գուցե մի օր էլ այնպիսի օրենք Նաև փոխեն, որ բացատրում են դա կներես Ալեքնաս, որ սահմանադրական փոփոխությունների հանրակվեն նախապատրաստում։ Հետևաբար ինչքան, ասենք, սահմանափակե քչացնեն ընտրացուցակում գտնվողների թիվը, այդ դեպքում հանրակվեն կայացած կամարվի ավելի քիչ թվով ավելի քիչ տոկոսներ է պետք անցնելու համար, այսինքն քվեարկելու իրավունք ունեն միայն ԿՊ-ի օգտին քվեարկողները, սրաներն են կարող ասել։ Հիմա այս վարկածը որքանով է խելքին մոտս ձեզ։ Ռիսկային է իմ կարծիքով, բոլոր դեպքերում ինձ թվում է ռիսկային է եւ հավանական չեմ համարում, որ Փաշինյանը դրան գնա, բայց ամեն ինչ հնարավոր է։ Չէ, եթե ստիպեն, բա ինչ անի։ Այնպես չէ՞ որ որոշումները ինքն է կայացնում։ Հա, իհարկե, եթե շատ Ալիևը պնդի, գուցե այդպես անի։ Այսինքն կնան ընտրությունների, բայց այստեղ նաև կա սահմանադրական հանրակրվեի խնդիրը, ադրբեջանցիների խնդիրը, պարոն Աբրամյան, ինչքանով մեր հասարակությունը գիտակցում է դրա ռիսկերը, ես վախերը չասեմ, ասենք որքանով է հայ հասարակության համար կրիտիկական, թե այստեղ կապրեն 300,000 ադրբեջանցի, միջայլոց ասում են, չէ, այդպիսի բան չկա, բայց մենք շատ լավ հարց եք տալիս։ Դա կրիտիկական է մեզ, միգուցե մենք ենք շատ չափազանցնում, ասում ենք 300,000 ադրբեջանցի սահմանադրություն փոխել։ Ես կարծում եմ իսկապես հասարակության, չգիտեմ որ մասը, բայց ստվար նրանց մեկ է։ Այս երկիրը կոչվելու է Հայաստան, թե Արևմտյան Ադրբեջան։ Այդ մարդկանց մեկ է, այստեղ կապարեն հայեր, թե կապարեն մեծամասնությունը ադրբեջանցիներ։ Նրանց համար դա մեկ է, եւ նրանք պատրաստ են լավ ուտելու խմելու իրական այսպես ասած Հայաստանում, լավ ուտել խմելու դիմաց այդ ամբողջը հանդուրժել։ Դա դառը ճշմարտություն է, բայց ես կարծում եմ դա ճիշտ այդպես է։ Այսինքն պատահական չեն Նիկոլ Փաշինյանի այն մեսիջները, որ բալկոնում նստած շորտիկով կոֆե խմել, պետքա դրա մասին մտածեք, որ իհարկե ստամոքսը, ուտել խմելը, ուրախանալը, ուրախ ապրելը, չտխրելը, մի խոսքով, այսինքն այդ ստամոքսային մտածողությունը փաստացի Հայաստանում կարծում եք, որ չնայած ես էլ եմ կարծում, որ շոշափելի ազդեցություն ունի հանրային տրամադրությունների վրա։ Եվ կարծում եմ, որ այդ մարդիկ մի քիչ հեռուն չեն մտածում, նրանք չեն հասկանում, այսինքն պատմություն լավ չեն սովորել, երևի կամ չեն սովորել ադրբեջանական, այսինքն թուրքական, էլի, պարզ ասենք, էքսպանսիայի առանձնահատկությունը, այսինքն ինչպիսին է ադրբեջանական էքսպանսիան, նա ասում է դերենի կարելի է այստեղ նստեմ, ասում ես լավ կարելի է, իսկ կարելի է այս թիկնակ, ասում ես լավ կարելի, մի քիչ որ նստում է ինքը ասում է դե լավ դու հիմա դուրս արի ես այս աթոռին կնստեմ դա ադրբեջանական այսինքն նրանք էթնիկ կազմը փոխելու խնդիր ունեն որպեսզի հայկական պետականությունը ոչնչացնեն ի տարբերություն ռուսների կամ արևմուտքի կամ չգիտեմ ամերիկայի նրանք խնդիր ունեն հայկական պետականությունը ոչնչացնելու եւ էթնիկ կազմը փոխելու միջոցով այսպիսով նրանք շորտիկով չեն խմի այդ որոնք ակնկալում են շորտիկով խմելը նրանք կամ նրանց երեխաները այլևս չեն խմի, ուրիշ տեղ կխմեն։ Դա նշանակում է նաև քաղաքական համակարգի վրա մեծ ազդեցություն, այդ 300,000 ադրբեջանցին, որ խոսում ենք, այսինքն եթե իրենք ինչ որ մի բնակավայրում մեծամասնություն կազմեցին, բնականաբար թիմ ընտրություններին կարող են մասնակցել, կարող են, հետո պարլամենտում կարող են հայտնվել, կարող են Այո, հիմա ասում եմ մտածածի տան, բայց ով է մտածել դա, այսինքն ամեն օր նրանք անցկացնում են ինչ-որ ժողովներ եւ այլն, Ադրբեջանը այնպիսի երկիր չի, որտեղ քաղաքացիական հասարակությունը ինչ-որ կամ չգիտեմ, գիտնականները կարող են խոսել ինքնուրույն, նրանք դիմում են Փաշինյանին, նրանց մեկը այդ հասարակական իբր կազմակերպությունների, այսինքն գոնգոների, այսպես ասած ներկայացուցիչը դիմում է Փաշինյանին, դուք պետք է ապահովեք մեր անվտանգ վերադարձը մեր տները, այսինքն Արևմտյան Ադրբեջան։ Հետո էլ այստեղ Աստված չանի իրենցից մեկի գլխից որևէ մաս պակասի, արդեն զորքը կմցնեն, Տիգրանաշենում ենթադրենք նրանք բնակվում են, նրանք ասեն մենք հիմա բանապատահել, մեկի քթից արյուն ա եկել, մենք հիմա կմցնենք մեր ուղեկալները, որպեսզի ապահովենք մեր բնակչության, նրանք Հայաստանի լիիրավ բնակիչ։ Այսինքն այդ պարզից էլ պարզ է, բայց մարդիկ մենք կարծես եկանք այն եզրակացության, որ մարդիկ դրա անտարբեր են մեղմացած դրա վերաբերյալ։ Լավ, այդ դեպքում հայ հասարակության վախի
այդ գործոնը որն է ռիսկը գիտակցելու վախը կարող է սխալ օգտագործեցի, այսինքն իրեն ինչն է անհանգստացնում, սոցիալական թեմաները կարծես անհանգստացնում է, բայց դա քաղաքական կապիտալիզացիայի շատ քիչ է ենթարկվում, արտաքին թշնամու, արտաքին վտանգի հետ կապված էլի խնդիր չունեն, այստեղ ես հիշում եմ արդեն Դեմիրճյանի հայի այնտեղ սարսափելի գնահատականներ ա տալիս, ես հակված չեմ մտածել, որ մեր հասարակությունը այդպիսին է, բայց ես չեմ գտնում այն կրիտիկական կետը, հիշում եք, չէ, ասում էին, այ Արցախը կարմիր գիծ է, եթե Արցախը տան, Նաև Փաշինյաններ ասում։ Նաև Փաշինյաններ ասում, այո։ Հետո կարմիր գծեր լիքը սենց սաղ կարմիր գիծ է, ցեղասպանությունը, չգիտեմ, ցեղասպանությունը, Տավուշից հողերը, ամեն ինչ։ Մենք ունենք կարմիր գիծ։ Նրանք չունեն կարմիր գիծ, բայց մենք պետք է բոլոր դեպքերում, եթե մենք չանենք, հա, հիմա ասում են, չգիտեմ, դու ծախվել ես գալուգացուն, հա, ենթադրենք։ Եթե ես հիմա չանեմ ամեն ինչ, որպիսի դա տեղի չունենա, ինչ որ մենք նկարագրեցինք, մնացածը ով ինչ եւ այլն ոչ մի նշանակություն չունի, թող Վլադիվոստոկի լինի, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ պետքա եթե 0.001%-ով մենք նպաստենք, որ Փաշինյանը հեռանա եւ այդ սցենարը չիրականացվի, ուրեմն մենք իզուր չենք ապրել։ Բայց այդ հնարավորությունը կա, որովհետև հիմա շատերի մոտ նաև հիասթափությունն է մեծ ընտրություններից հետո։ Տեսնում եք այդ հնարավորությունը։ Ես բոլոր դեպքերում տեսնում եմ այդ հնարավորությունը եւ կարծում եմ անդիմությունը ոչ միայն խորհրդանական, այլև արտախորհրդանական պետք է ճիշտ գործի, պետք է կարողանա եւ Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների հետ կարողանա համագործակցել, պետք է համոզի աշխարհին, որ մենք ոչ մի բան զրոյական կետից չենք սկսի, եթե տրիպը ստորագրված է, նախաստորագրված է եւ Ադրբեջանի հետ պայմանագիրը նախաստորագրված է, մենք դրանից չենք հրաժարվի, մենք եկել ենք ոչ թե քանդելու, այլ եկել ենք բարելավել։ Բայց այդպես էլ ասում են, պարոն Աբրահամյան։ Այսինքն ի վերջո այդպես պետք է։ Ընդդիմության բառապաշարը այս նախընտրական շրջանում մեծ մասամբ այդպես էր։ Որևէ մեկը չի ասել, որ չեղարկելու են, որևէ մեկը չի ասել, որ ազատագրելու ենք, ոչ մեկը չի ասել, որ մենք Արևմուտքին թշնամի ենք դիտարկում, այդպիսի բան էլ չկա։ Բայց այդ նարատիվը տեսնում եք, չէ՞, էլի իշխանությունը ասում է։ Բայց ինքը օգտագործում է։ Դուք չեք ուզում բավարարվել 90 ինչքանի քառակուսից 29700 կամացից պակասում է, նայես որ օրվա դրությամբ է էլի իրանց մոտ։ Դուք չեք ուզում բավարարվել, հետեւաբար դուք պատերազմ եք ուզում։ Իսկ նրանք չեն ասում, որ նրանք չեն բավարարվում։ Անդիմադիրները չեն ասում, որ նրանք բավարարվում են։ Այո, բավարարվում են, իրենք որևէ մեկը չի ասել, որ գնալու ենք Արցախ ազատագրենք, Կարս, Արդահան, Վամ մտնենք, դուրս գանք, բայց ամեն դեպքում փաստացի քարոզչական առումով Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունները ցույց տվեց, որ ահագին առաջ է քան ընդդիմությունը։ Թերևս կարելի է այդպես ասել, որովհետև նրա ձեռքում կա համեք, իսկ Երևանից դուրս այնուամենայնիվ ինչքան էլ մենք խոսենք, ինտերնետը այդքան էլ լավ չի աշխատում, որքան հեռուստատեսությունները։ Իդեպ քրեակատարողական հիմնարկներում էլ։ Այնտեղ էլ, հիմնականում այսինքն մուլտիպլեքսի հեռուստաընկերություններն են։ Պարոն Աբրահամյան, փորձենք ամփոփել էլի մեր դիտողներին, որոնք կարծում եմ հիմնականը կլինեն ընդդիմադիրներ, շատերի մոտ անկումային տրամադրություններ է, ջախտ է նկատվում, անելանելի դրություն, դեպրեսիա եւ այլն եւ այլն։ Ինչը նորմալ է նման ընտրություններից հետո, բայց շատերը ուզում են հասկանան, հույս ունենանք, որ ինչ-որ բան կփոխվի։ Իդեպ ես կարծում եմ, որ Փաշինյանի կողմնակիցները նույնպես շատ ոգևորված չեն, նրանք կարծում են, որ սա 70-80% կհավաքի իրենց կուրկը կամ իրենց շեֆը, եւ դա տեղի չունեցավ։ Ես կարծում եմ այնուամենայնիվ չպիտի, մենք ունեցել ենք շատ ավելի վատ իրավիճակներ, ձեզ ասեմ։ Ես չգիտեմ, ժամանակ կա մի բան հիշեմ, 92-93 թվականին նախագահի մամուլի քարտուղար էի Լևոն Տեր-Պետրոսյանի, եւ այդ ժամանակ ուրեմն լինում էին օրեր, երբ մեզ մնում էր 2-3 վագոն ցորեն կամ 2-3 ցիստերն բենզին ամբողջ երկրին մնում էր, որտեվ պայթեցնում էին, հարձակվում էին եւ այլն, պատերազմ էր գնում։ Եվ այնուամենայնիվ մեր ժողովուրդը այդքան իմաստուն գտնվեց, որ կարողացավ դրան դիմանալ։ Կարծում եմ սրանել կդիմանա։
Աստված առաջ, ես լավ նոտայով էլ ավարտենք դրերին, շնորհակալություն ձեզ բարի հանգիստ, իդեպ կարող է լառնակա եք մեկնում, ոնց որ Փաշինյանը ասում էր 10,000 դրամով, չէ, լառնակա կարող են գնալ։ Ավելի էժան էր ասում։ Բայց այդ ձեր մոտից մենակ, չէ։ Գյումրիից, Հա, Գյումրիից կգնաք նա փորձեք տեսնեք հնարավոր է։ Որպես թոշակառու իրենց ճանապարհ։ Հուսով ենք սեկտը փակած չէր լինի միջև դա։ Շնորհակալություն։ Իսկ ես առաջարկում եմ միջև հաջորդ հյուրի հետ մեր զրույցը նաև դիտենք մի փոքր տեսանյութ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցներից մեկից, մենք պարբերաբար հիշեցնում ենք իր հարցազրույցներից այսպիսի կտորներ, որտեղ նա ներկայացնում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների ծանր կիզակետում ենք մենք հայտնվել։ Լսենք ու արդեն կշարունակենք մեր հյուրի հետ։ Տեսեք, ամբողջ խնդիրն այն է, որ մեր վրա երկու մակարդակի խաղ է դրված։ Մեկը անգլոսաքսոնական խաղը, մյուսը կոնտինենտալ Եվրոպայի խաղը։ Կոնտինենտալ Եվրոպայինը շատ ավելի պարզունակ խաղ է, որի մարմնավորում է Մակրոնն է, եւ Մակրոնը հենց ներկայացնում էր նեոռասիստական շրջանակները, որոնք գտնում են, որ երկրները, որոնք դուրս են ոսկե միլիարդից, պետք է օգտագործվեն, դրա համար գալիս են ուսերին թփթփացնում են տեղական դիկտատորիկների եւ նաև իրենց պետության շահերի դեմ գործողների, իսկ մյուս մակարդակը անգլոսաքսոնականն է, որը ձեր նշածն է եւ այդ մեծ խաղի մեջ ամենագլխավոր գործընկերը Թուրքիան է միանշանակ։ Հիմա մեր երկիրը որպես նաև մեծ խաղի մաս կազմող նախագիծ անկեց լինենք, հնարավորություն ունի գոյություն ունենալու, եթե ինքը կարողանում է բալանսի մեջ մնալ։ Այդ բալանսը պահպանվում է բացառապես Ռուսաստանի եւ Իրանի միջոցով։ Եթե մենք դառնում ենք հակառուսական եւ հակաիրանական, ինչպիսին որ ուզում է դարձնել մեզ Հայաստանի օրվա իշխանությունը, ապա այս նախագծի իմաստը վերանում է։ Այսինքն, եթե սրանք խոսում են ինքնիշխանությունից, իրականում ինքնիշխանության այն ատրիբուտները, որ մենք պատկերացնում ենք անկախ պետականության հետ կապված, հնարավոր է միայն ռուս-իրանական բալանսի պարագայում։ Եթե մենք դուրս ենք գալիս այդ բալանսից, ապա իմաստազրկվում է ընդհանրապես Հայաստանի դերը մեծ խաղի մեջ, կամ ավելի ճիշտ Հայաստանը մեծ խաղի մեջ դառնում է հակառուսական եւ հակաիրանական, իսկ դա նշանակում է կլանվել ուղղակի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Այդտեղ երկրորդ կարծիք չկա։ Հիմա այս իշխանությունը խափում է ժողովրդին, թե իբր տանում է Եվրոմիություն, ընդհանրապես նման թեմա չկա։ Եվրոմիությունը մեզ չեն սպասում, եւ եթե նույնիսկ սպասեն էլ հնարավորություն չունեն ընդունելու, ընդհանուր սահման էլ չկա։